Նախ մեր վերադարձած 4 գերիները իրավունք ունեն իրենց կտանքների եւ ինչ որ տեսել են, հա, դրանց մասին բարձրաձայնելու եւ ինչ հարթակներում, եւ երկրորդ հարցը նախադեպեր եղել են, երբ վերադարձած պատանդները ոչ Հայաստանում ընդհանրապես իրենց երկրում են դատապարտվել նույն կամ այլ մեղադրանքներով եւ հավանական է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը վերադարձնեն Հայաստան պահանջով, որ իրենք Հայաստանում դատապարտվեն։ Դեպքեր, որ հայրենադարձված գերին դատապարտվել է, այո, տարբեր երկրների քրեական արդարադատության մեջ գոյություն ունեն, որտեղ գերեվարման հանգամանքները կարող են բացահայտել հանցագործություններ, օրինակ կամովին գերի ընկնելը, ինչը գիտեք քրեորեն պատժելի արարք է, եւ գերեվարման ընթացքում կարող են քաղաքացիության երկրի շահերի դեմ հանցագործություններ կատարվել, որոնք հետագայում ստանան քրեաիրավական գնահատական, սա իրավական է եւ ես այստեղ արտասովոր ոչինչ չեմ տեսնի, պայմանով, որ մենք գործ ունենք իրական փաստերի, իրական մեղադրանքների եւ ապացուցված արարքի հետ, ոչ թե սպեկուլյատիվ գործընթաց ենք տանում եւ փորձում ենք հասարակությանը նախատրամադրել հանգամանքների ուժով գերեվարման մեջ հայտնված անձանց եւ գիտեք օրինակ Հայաստանում մենք ունեցել ենք գերիների հետ կապված քրեական հետապնդումներ, մեր կազմակերպության ներկայացուցիչները հանձնարարել են գերեվարվածների իրավունքների պաշտպանությունը Հայաստանի դատականատյաններում, մենք անհամաձայնություն ունենք այդ իրավական գործընթացներում եւ պատրաստ ենք նրանց շահերը ներկայացնել նաեւ Հայաստանի իշխանությունների հետ հարաբերություններում։ Դատական գործընթացները ընթանում են եւ մենք վերջում կտեսնենք, թե դատարանները ինչ ակտեր կկայացնեն այդ գործերով։ Այսինքն այդ պրակտիկան կա, չեմ բացառում, բայց եթե խոսում ենք ռազմաքաղաքական ղեկավարության մասին, ովքեր դատապարտվում են Ադրբեջանում եւ ադրբեջանական դատական ակտերի հիման վրա պատիժը պետք է կրեն Հայաստանի Հանրապետությունում, սա դառնում է իրավական համագործակցություն եւ այս համագործակցության նախապայմանը Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանի դատարանների ակտերի ճանաչումն է, այն դատական ակտերի, որը մենք ապօրինի ենք համարում, քանի որ ողջ դատավարությունը եղել է ֆարս, շինծույ է եւ հիմնական դատավարական երաշխիքները պահպանված չեն եղել։ Կարծում եմ, սա կարող է պայմանականությունների եւ փոխհամաձայնության արդյունք լինել։ Օրինակ, եթե գերիների ռազմաքաղաքական ղեկավարների ազատ արձակումը դառնա անլուծելի խնդիր, այսինքն այնպիսի բարդություն ներկայացնի, որ Ադրբեջանը որևէ պարագայում չհամաձայնի նրանց հայրենադարձնել, ապա որպես մոդել կարող են բանակցել Հայաստան վերադարձնելը պատժի կրման նպատակով, բայց պետք է գնահատենք նաև այդ ակտի իրավաքաղաքական ազդեցությունը։ Այսինքն ինչքանով է նպատակահարմար, որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի դատական ակտերը այն պարագայում, երբ Հայաստանի Հանրապետությունը հիմա էլ միջազգային ատյաններում վիճարկում է այդ դատավարությունները։ Պատանների իրենց կտանքների մասին խոսելու իրավունքի մասին եք ասել։ Նրանք իրավունք ունեն, ուղղակի պետք է գնահատեն ինչ շահեր կարող են վնասվել եւ այս քննարկումները հրապարակային դաշտում որքանով են արդարացված։ Կարծում եմ լավագույն վայրը, որտեղ այս խնդիրները պետք է բարձրաձայնվեն, այն ատյաններն են, որոնք գնահատում են արձանագրում են խախտումները եւ կարող են փոխհատուցումների իրավունքի խախտման վերացման միջոցներ առաջարկել։ Ես հակված եմ, որ այս դեպքերը ոչ թե լայն հանրային քննարկման առարկա դառնան, այլ հասցեական ուղղվեն միջազգային ատյաններին, որոնք փաստեր ուսումնասիրելուց հետո պարզեն այդ կտանքների աստիճանը, խոշտանկման զոհերի ռեաբիլիտացիան, հոգեբանական սոցիալական աջակցությունը, վերականգնողական այլ միջոցառումները։ Քննարկումը պետք է օգնի իրավունքի վերականգնմանը եւ այս անձանց ռեաբիլիտացիային, բայց ոչ կրկնակի զոհի կարգավիճակի շնորհմանը։ Եվ ներողություն, եթե այլ հարց չկա, նախորդ հարցին լրացում, եթե օրինակ Դավիթ Բաբայանը ինքնակամ է գնացել, բայց սպառնալիքների եւ ճնշումների ներքո ինչպես է կարգավորվում այս իրավիճակը։
Այստեղ այդ ինքնակամությունը պետք է պայմանականության մեջ ընկալենք, քանի որ ողջ տարածքը վերահսկվել է եւ հստակ պահանջ է ներկայանալու, որը կամովին չիրականացնելու պարագայում ենթակա էր հարկադիր կատարման հնարավորությունների գոյության պայմաններում, այսինքն պարոն Բաբայանի համար կանխատեսելի է եղել, որ այդ պահանջը չիրագործելը առաջացնելու է պահանջի հարկադրման, կատարման հարկադրման եւ այստեղ իմ գնահատմամբ որևէ իրավական նշանակություն գործընթացների համար չունի։ Նույնիսկ եթե կամովին է ներկայացել, միևնույն է դատական ակտերի իշխանության որոշումների հիման վրա է, որ նա այս պահին գտնվում է անազատության մեջ։ Կարող ենք զուգահեռներ անցկացնել կամովի ներկայանալու ներպետական ինստիտուտի հետ, օրինակ խրախուսական է, երբ առանձին հանցագործություն կատարած անձինք կամովին ներկայանում են ոստիկանությանը եւ հետագա գործընթացներում սա կարող է հաշվի առնվել պատասխանատվությունը կամ պատիժը մեղմացնելու համար, բայց սա արարքը բացառող չէ եւ կարծում եմ, որ այստեղ այդ կամովինը հարաբերական էր, քանի որ կանխատեսելի էր, որ Ադրբեջանի իշխանությունները բոլոր դեպքերում նրան ձերբակալելու էին։ Դա ժամանակի խնդիր էր, ընդ որում շատ սեղմ ժամանակային խզմամբ։